եթե ինչ-որ լուրջ գործընթաց է տեղի ունենում, իմ համար անկեղծ ասած անտեսանելի է այդ գործընթացը, ես գործընթացներից մենակ վերջերս տեսա, որ ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ մեր ընդդիմադիր պատգամավորները, ովքեր լրջության կոչեր էին անում, այս ազգային ժողովի բակում սակուրաներից ինչ-որ թիթեռներ էին կախում, եթե այդ գործընթացը նկատի ունեք, որ մենք այդ գործընթացը իրենց շեղում, ապա միգուցե ցանկացած մարդ, ով որ դեմ է արտահայտվում այս գործընթացին, իսկ մինչև հիմա այս պայմանությամբ ինձ հայտնի են երկու մարդ, ովքեր որ դեմ են իմպիչմենտի գործընթացին։ Մեկը Նիկոլ Փաշինյանն է հայտնի պատճառներով, մյուսը այս պայմանությամբ Ռոբերտ Քոչարյանն է։ Երրորդ մարդ չեմ ճանաչում, բայց ցանկացած մարդ, ով որ չգիտեմ, տեղյակ չեմ, բայց ես դեմ արտահայտվողների մասին, ինչ տեղյակ եմ դրա մասին եմ ասում։ Ես կարծում եմ, որ այդ կարծիքը այս պայմանությամբ ոչ մեկ չի կարողացել փոփոխման երկն ենթարկել որևիցե փաստարկով։ Իմպիչմենտի գործընթացը այս պայմանությամբ միակ հնարավոր տարբերակն է իշխանապողություն Հայաստանում իրականացնելու, այլ որևէ տարբերակ գոյություն չունի։ Եթե չմիանան եւ վերջացնեմ նախադասությունը, իսկ ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորի համար այս վերջին 4 տարիների իր ամբողջ ազգային ժողովի պատգամավոր աշխատած 5 տարիների ընթացքում միակ գործիքն է, որը ազգային ժողովի պատգամավորի մանդատ ունեցող որևիցե մարդ, ընդդիմադիր մարդ կարող է կիրառի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, այլ որևիցե գործիք չունի։ Մնացած ամեն ինչը ազգային ժողովի պատգամավորը ընտրությունների հետ որևիցե կապ չունի, այսինքն ինքը չի կարող։ Ինչով եք վստահ, որ ԿՊ-ն կմիանա, պարոն Մալյան։ Ու նաև ձեր հարցին, նախորդ հարցին, որ Էդգար Ղազարյանին տվեցիք, Էդգար Ղազարյանը իր իմացության տիրույթում պատասխանեց, ես այդ հարցին նաև ավելացնելու բան ունեմ։ Դուք ասեցիք, եղել են արդյոք դեպքեր, որ ԿՊ-ական պատգամավորները, կարճ ասեմ այո, նույնիսկ նման դեպքեր եղել են ՀՓՇ շարժման ժամանակաշրջանից եւ ինչու՞ չէ վերջերս, իմպիչմենտի գործընթացին, այդ թվում նաև Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ իմպիչմենտի գործընթացին ամենայն դեպս դրանով հետաքրքրված ԿՊ-ական պատգամավորներ եւս եղել են։ Չեմ ասի, ասա կասեմ, մի վարքան։ Ոչ, իր մասին չի խոսքը։ Այո։ Հիմա այդ մասին, քանի որ ես եմ տեղյակ, ես այդ տեսանկյունից պատասխանեմ։ Օրինակ իմ պրակտիկայում ՀՓՇ շարժման ժամանակ եղել է ԿՊ-ական պատգամավոր, ով որ իմ միջոցով փորձել է բանակցի ընդդիմության հետ, որ հետևյալ օրակարգով ընդ որում պարզ ասում եմ ձեզ, որ իր ազգային ժողովի պատգամավոր մնացած այդ հատվածին ինչքան որ ինքը մնում է, այդ աշխատավարձը հաշվենք, մի հատ մեքենաս գտնենք, որ իրան կվճարի, ինքը պատրաստան նույնիսկ գա ընդդիմության հանրահավաքին է ելույթ ունենա, ժողովրդին էլ միան ամեն ինչի պատրաստ է։ Այդ եղել է ՀՓՇ ժամանակ, որպեսզի չխառնենք իրար։ Փողի դիմաց, այսինքն պատասխան։ Այդ մարդը օրինակ եմ ձեզ բերում, օրինակ, մի մարդ տենց է արել։ ԿՊ խմբակցության մի վարքյան, այո, այդ ժամանակ պատգամավոր է։ Հիմա մի վարքյան սպասեք, ժողովուրդ, սպասեք, հիմա ասում եմ։ ԿՊ խմբակցության մեջ մարդիկ հավաքված են երկու գործոնի շուրջ։ Այնտեղ չկա գաղափարախոսություն, կարծում եմ նոր բան չեմ ասում։ Այսինքն չկա մի մարդ, որ ասում է ես Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսության համար եկել եմ այդտեղ պատգամավոր եմ աշխատում, թուքումուր եմ ուտում։ Այդ երկու գործոններն են վախը եւ շահը։ Հնարավոր է, իրանք վախենում են Նիկոլ Փաշինյանից, որովհետեւ հակառակ կողմից, ընդդիմադիր դաշտից, այդ թվում նաեւ իմ կողմից, ես էլ եմ ընդդիմադիր դաշտից, վախենալու ոչ մի բան չկա։ Նիկոլ Փաշինյանը իրանց շուրջ ստեղծել է վախի մթնոլորտ, պահում է իրանց իր ազդեցության տակ, հիմա չկան այդ մարդիկ, չկա այդ քաղաքական ուժը, որը իրանց կազատագրի այդ վախից։ Հավատացնում եմ ձեզ, երբ որ լինի համաժողովրդական, համազգային, այսպես շարժում իմպիչմենտին աջակցող, որը պարտադիր պայման է իմպիչմենտի հաջողման համար, ոչ մեկս ռոմանտիկ չենք, հա, հասկանում եք ինչը։ Այդ ժամանակ իրանք կձերբազատվելով իրանց վախից գանք կմիանան եւ մի հատ էլ մի վարքյան հաջում կոմպլեքս պատասխանում եմ հարցերին։ Սա քայլ է նաեւ ինչ որ առումով կոլեկտիվ անպատասխանատվության ոլորտից, թե ինչի է Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետը այդ հարցի շուրջ կա կոլեկտիվ անպատասխանատու մոտեցում։ Բերել հարցը անհատական պատասխանատվության ոլորտ։
Այսինքն անհատապես բոլոր падգամավորները պետքա մեզ բացատրեն, արդյոք իրանք հանցակից են դառնում Նիկոլ Փաշինյանին, թե հանցակից չեն դառնում, այս բարձ հարցի։ Մենք այդ ամեն ինչ կիմանանք, այդ հողը կարող է հույս ունի, որ իր անունը իդեպ ոչ մեկ չգիտի, բազմաթիվ падգամավորներ կան երեք ստորագրելու ընթացքում պարոն Ղազարյանի հետ միասին բարձրացիք, որ անունները չգիտենք այդ մարդկանց։ Հիմա կարող է այդ մարդը հույս ունի, որ տենց իր անունը ոչ մեկ չի իմանա, ինքն էլ հով տենց իր այդ։ Սա արդյոք Հայաստան դաշինքի դեմ է, որովհետև իշխանական են ինձ հարցադրություն ասած, որ ներողություն ավարտեմ, ասած, որ մենք պետք է հասկանանք, մենք ուզում ենք այս հարցը լրջորեն քննարկել, իդեպ չբացառելով ասած, որ ես դեմ չեմ եղել, առաջինը ես եմ կողմ եղել բանին, այդ impeachment-ին։ Ասում թե սա պետք է ուզում ենք թիրախ դարձնել Հայաստան դաշինքին։ Վայ ջան, ոչ եւ ավելին, ես նաեւ խոսք ունեի ասելու, այդ խոսքին չասա։ Նամակները հանձնելուց հետո գործողություններ պետքա հետևեն, չէ՞ որոշակի ինչ որ այլ գործընթացներ պետքա տեղի ունենան։ Այդ մասով լիազորված եմ Արթուն ենք շարժման անունից հայտնելու, որ մեր նախաձեռնությամբ մենք հենց այսօրվանից, այսինքն սկսած նախաձեռնություն ենք ցուցաբերելու, որպեսզի հանդիպենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության 3 նախագահների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Անպայման հանդիպում ենք փորձելու խնդրել եւ ստանալ Հայեղափոխական դաշնակցության հետ, որպես քաղաքական կուսակցություն, զուտ սրանք, այսա ասեմ, սրանք, այսպես ասած, կոնսուլտատիվ բնույթ ունեցող հանդիպումներ են լինելու, որտեղ մենք փորձելու ենք գործընթացը նախաձեռնելուց, սկսելուց արդեն գետնի վրա այդ բոլոր process-ները սկսելուց առաջ բոլոր քաղաքական դերակատարների հետ հստակեցնել մեր մոտեցումները, միգուցե նաև ստանալ ինչ-որ արժեքավոր խորհուրդներ կամ արժեքավոր աջակցություն կամ միգուցե իրանք ասեն, չգիտեմ, չենք միանում, գործընթացը նաև տրամաբանական ավարտին հասցնել, այսինքն որպեսզի նաև ԿՊԱ-ականները, այդ թվում եւ ընդդիմադիրների մասով դուք ունեք հստակ բան, որ բոլոր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող падգամավորները նախ կմիանան ձեր նախաձեռնությանը, որը ի վերջո բավարար կլինի, որպեսզի մտնի օրակարգ, հետո նոր արդեն ճնշում լինի փողոցային պայքարով, հա, այդ ձեր ասած Արթուն ենք շարժումը փողոցային պայքար սկսելու է այս գործընթացին զուգահեռ։ Պատասխանելով ձեր հարցին, օրակարգը հետևյալն է, քայլերի հերթականությունը հետևյալն է։ Այսօր հանձնում ենք առաջարկ, որպեսզի падգամավորները, այսպես ասած, իրար գան, շարժվեն տեղից, վերջապես ինչ-որ իրանց սահմանադրական հոդվածներով պարտականությունն է իրանց սկսեն իրականացնել։ Այդ թվում նաև լրիվ ամբողջությամբ ազատ ենք թողել վարչապետի տեխնացուի հարցում, մի վարքյան պատասխանում եմ Բայլակի հարցին։ Վարչապետի տեխնացուի հարցում ամբողջությամբ ազատ ենք թողել իրանց եւ անվերապահ, ես դες ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, կաջակցենք ցանկացած իրանց կողմից առաջադրված վարչապետի տեխնացուին առանց որևիցե վերապահման։ Մի վարքյան բան չեմ ասում։ Եթե իրանք չեն ուզենա տեղից շարժվել, մենք այդ կանխավարկածով իհարկե չենք առաջնորդում, բայց եթե չեն ուզենա, այդ ժամանակ ինձ թվում է հանրությունը պետքա իրավիճակը վերցնի իր ձեռքին։ Արդեն այդ ձեր տված հարցին ով է վարչապետի տեխնացու, մենք կգեներացնենք վարչապետի տեխնացու, կգանք եւ իրանցից միայն կուզենք Աշկիտակունեք տենց անուն տեխնացու։ Բա այդ կոնսուլտացիաները հենց այդ նպատակով ենք նախաձեռնում, որովհետեւ իմ նշած մարդիկ եւ քաղաքական մնացած դերակատարները ըստ էության ոչ բոլորն են, որ ազգային ժողովում նախ ներկայացվածություն ունեն, բայց քաղաքական դաշտում ունեն լուրջ ազդեցություն։ Այս պահի դրությամբ, մինչև այս պահը նամակները հանձնելը, խնդիրը այս պատերի ներս է։ Սրանից հետո արդեն խնդիրը տեղափոխվել է ամբողջ քաղաքական դաշտ։